Աղջիկներս եկեք միասին հավաքենք իմ նոր կոսմետիկ պայուսակը, որը երեք եմ գնել ու քանի որ շատ շուտով ունենալու ենք հավես trip վիդեոներ, իրան անպայման իմ վլոգերում կտեսնեք, դրա համար եկեք միասին հավաքենք։ Ուզում եմ ասել, որ այս կոսմետիկ պայուսակից մի հատ եմ պատվիրել, ինքը վարդագույն է, իմ անունը վրան գրված է, ուղղակի ես խանութում որ տեսա, չկարողացա անտարբեր անցնել։ Ինքը ավելի շատ բեժ գույնի է, ու մտածեցի, որ երկու հատ ունենամ ավելի հարմար կլինի։ Վստահ եմ, որ Pinterest-ով հաստատ այս նկարները տեսած կլինեք։ Ներսից այսպես տեսք ունի։ Առաջին բանը, որ ուզում եմ դնել իր մեջ, դա Rhode-ի բոլոր խնամքն է, չնայած որ ունեմ նաև Rhode-ի կոսմետիկ պայուսակը, բայց ուզում եմ նաև սրա մեջ էլ դնենք։ Չինը կդնեմ Rhode-ի այս լվացվելու փրփուրը։ Երկրորդը պարտադիր կդնենք glazing milk-ը, առանց որի ես ուղղակի չեմ պատկերացնում մեյքափը։ Ուզում եմ նաև դնենք Rare Beauty-ի այս իմ setting spray-ը։ Կդնեմ նաև Rhode-ի Barrier Cream-ը։ Իմ ամենասիրած Dior-ի foundation-ը, նույն ինքը տոնայինը։ Ինձ թվում է բոլորդ արդեն գիտեք, թե որն է իմ ամենասիրած օծանելիքը եւ իհարկե դա Demarlay-ի այս տարբերակն է։ Ու Rhode-ի խնամքից կդնեմ այս fluid-ը։ Հիմա եկեք տեղավորենք ավելի փոքր կոսմետիկ պարագաները։ Որ ես շատ եմ սիրում իմ բոլոր lip gloss-երը ու շրթներքները, ուզում եմ բոլորը այստեղ միտեղ տեղավորենք։ Առաջինը Charlotte-ի շրթներքն է, իրեն շատ եմ սիրում, դրա համար առաջինը իրան կդնենք։ Հաջորդը Gisou-ս lip oil-ն է, իրան էլ անպայման կդնենք։ Անպայման Rare Beauty-ի այս blush-ը։ Շրթներքներից կդնեմ Dior-ինը եւ իմ նոր Yves Saint Laurent-ի շրթներքը։ Ուզում եմ նաեւ դնել Charlotte-ի այս թաց highlighter-ը։ Դեռև մոռացել էի, որ ունեի նաեւ Rhode-ի շուրթերի այսպիսի մատիտ, իրան էլ անպայման կդնենք։ Քանի որ ես իմ երկու highlighter-ներն էլ շատ եմ սիրում, մեկը Charlotte-ինը, մեկը Dior-ինը, երկուսն էլ կդնենք։ Վերցնենք Gucci-ի այս իմ բրոնզերը։ Իմ երկար սպասված Yves Saint Laurent-ի blush-ը, ճիշտ է ունեմ Rare Beauty-ը, բայց ինքը թաց է, իսկ այս մեկը չոր է ու շատ հարմար է, որովհետեւ ինքը հետը հայլի ունի, դրա համար իրեն էլ ենք վերցնում։ Անաստասիա ամենասիրած հոնքերի գելը։ Քանի որ արդեն տեղ չունենք, վերջին բանը ինձ թվում է, որ կդնեմ դա Chanel-ի ձեռքերի կրեմն է։ Չեք պատկերացնի ամեն ինչ ինչքան սիրուն ստացվեց։ Հենց նոր հիշեցի, որ ունեմ նաև այսպիսի hair clipper ու ինձ թվում է իրենց այստեղ կդնենք, չնայած փակելու ժամանակ իրեն կխանգարեն, բայց որպես այսինքն դնելու համար իրեն շատ սիրուն է։ Այդտեղ ձեր լիքը բաներ ունեմ էլի դնելու, ուղղակի ափսոս տեղ չարեց։ Իսկ եթե ուզում եք տեսնել այս վիդեոյի երկրորդ մասը, թե ոնց եմ դասավորում իմ արդեն վարդագույն կոսմետիկ բեկը, անպայման միացեք իմ մեջին ու անպայման գրեք ձեր կարծիքները, ոնց ստացվեց։